Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ տեսանյութը կիսվեր պարտադիր և խնդրում եմ բաժանորդագրվեք, ովքեր բաժանորդագրված չեն։ Այսօր պետք է խոսենք Արցախի մասին, Արցախի այս ճակատագրի մասին, ինչ եղավ, ինչ չեղավ։ Հիմա, բայց այսօր ուրեմն ես պետք է միայն խոսեմ փաստերից, ինչը արդեն հաստատ եղել է, գուշակություններ չենք անում, կարծիքներ չեմ ասելու, ոչ իմ կարծիքը, ոչ մեկի, ընդամենը ինչ ունենք այսօր, այդքան բան հələ որ։ Պատճառն եղավ են, որ Ալիևը այս վերջում մի հատ հայտարարություն արեց Շուշիից, մի հատ նայեք այդ Ալիևի, նորից նայեք Ալիևի ասածները։ Я об этом говорил, это Минская группа во главе с США, Францией и Россией, она только хотела отнять Карабах, и не только Карабах, то есть не только вот те административные границы бывшей Нагорно-Карабахской автономной области, но еще и всю территорию Лачинского района и Кельбеджарского района, и передать это Армении, чтобы мы на это согласились. И взамен на это нам обещали, что нам вернутся 5 районов, расположенные к востоку от того, где мы находимся. Հիմա տեսեք, ես խնդրել էի, որ այս Ալիևի ասածները մեկնաբան են ժողովուրդը, շատերը մեկնաբանել էին ճիշտ, շատ մեծ քանակի, հա, ովքեր ուզում են, մի հատ էլ ասեմ, ովքեր ուզում են իրենց կարծիքները գրեն, կարող եք գրել, բայց փաստերով, կարծիքը փաստերով, միայն ընդամենը կարծիք պետք չի, փաստ, հա, մեկ էլ ասեմ, այդ հայհոյան գրողներին, այդ լրբի լակոտներին, ովքեր որ այս տեսանյութերի տակ սիրում են հայհոյանքներ գրել ու թռնել, համարս կա, եթե մարդ կա ինձ բան ունի ասելու, զանգեք, հանդիպենք, ասեք, եթե չզանգեցիք ու նորից հայհոյան գրեցիք, որտեղ որ բռնեցի, ինձանից չնեղանաք, էսի սրանց, հիմա, տեսեք, ուրեմն այս կոմենտներից պարզ դարձավ, որ շատերը նույնիսկ չգիտեն Ալիևը այս ինչ ռայոններ է ասում, այս ինչի մասին է խոսում, նույնիսկ տարածքները չգիտեն։ Դե հիմա տենց է, ինֆորմացիան քիչ ա եղել, եթե ինֆորմացիա ճիշտ ինֆորմացիա չկա, մարդիկ սկսում են մի քանիսը ստերը տարածել, սուտն է դառնում ճիշտ, այսպես ասած։ Դրա համար հիմա մի հատ ասեմ, այս ինչ ռայոնների մասին է, ասեմ ինչ էր լինելու, ինչ պլաններ կար Արցախի հարցը լուծելու, ընդհանրապես ոնց էր։ Հիմա Ալիևը ասում է, որ Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, այդ Մինսկի խմբի կազմով, գլխավորությամբ, ուզում էին իրենցից վերցնել ոչ միայն Նագորնի Ղարաբաղը, Արցախը, այլ նաեւ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները։ Իսկ դրա փոխարեն իրենց խոսք էին տալիս, որ իրենց կվերադարձնեն Կուբատլուն, Զանգելանը, Ջաբրայիլը, Ֆիզուլին եւ Աղդամը, 5 ռայոն։ Հիմա մարդիկ քանի որ չգիտեն այս ինչ ռայոնների մասն է, մի հատ ասեմ ինչ ա եղել 90-ականներին, այս ինչ ռայոններ ա, ոնց ա մեր մոտ հայտնվել այդ ռայոնները։ Տեսեք, այս ռայոնները, այս 7 ռայոնը եւ Արցախը մինչեւ սովետական միությունը եղել է Արցախի կազմում, հայկական տարածքներն ա եղել։ Սովետական միությունից հետո գծվել է առանձին Արցախի տարածքը Նագորնո-Ղարաբաղսկի ավտոնոմնա ռեսպուբլիկա եւ այս 7 շրջանները առանձնացվել է որպես առանձին ռայոններ ադրբեջանական ՍՍՌ-ի կազմում 90-ականներին պատերազմի ժամանակ բացի Արցախի ազատագրումը հայկական բանակը ազատագրել է նաեւ այս 7 ռայոնը ինչի համար այս շրջանը օրինակ Լաչինն ու Քելբաջարը նրա համար որպեսի կապ լիներ Արցախի ու Հայաստանի մեջ ճանապարհը այդ երկու շրջանների մեջով էր անցնում երկու ճանապարհ մեկը այդ Գեղարքունիքի կողմից մեկը Սյունիքի կողմից Էդի դրա համար հետո այնտեղ ուրեմն Կուբատլու Զանգելանը ազատագրվել է նրա համար որովհետև այդ երկու շրջանից հարվածում էին հրետանիով եւ այլ զենքերով ոչ միայն Արցախին այլ նաեւ այս մյուս կողմը Սյունիքն է, Սյունիքի գյուղերին ու քաղաքներին էլ էին հարվածում 90-ականներին, ստիպված են եղել ազատագրեն այդ տարածքները նույնպես։ Այնտեղ Ջաբրայիլ, Ֆիզուլի, էդի Հադրութին էին այդտեղից խփում, ամբողջ միշտ խփել են, ստիպված, որպեսի դա բուֆերնի զոնա ազատագրվել է եւ Աղդամն էլ դեպի
արև ելքը այն կողմից էլ էին էլի այդ Աղդամի շրջանը մխրճված է Արցախի հենց տարածքի մեջ, դրա համար ստիպված այդ էլ որպես ռազմական այդ բուֆերնի զոնա ազատագրվել է։ Դա է եղել պատճառները, թե չէ այդ Արցախի ինքնորոշման այդ հետ կապված այդ շրջանները մեզ պետք չէին գա, եթե պատերազմ չլիներ, մենակ լիներ դիվանագիտական, ասենք այդ ամբողջ խոսակցությունը, բայց քանի որ պատերազմ էր, ստիպված այդ շրջանները նույնպես հայոց բանակը ազատագրել էր 90-ականներին։ Հիմա ինչ էր գնում, տեսեք, այս որ Ալիևը ասում է Լաչինն ու Քելբաջարն էին տալի հայերին Արցախի հետ միասին, մեզ էլ են 5 շրջանը ասում էին կտանք ձեզ ու վсё։ Այո, այտենց էր։ Հիմա տեսեք։ Այդ պատերազմը որ ավարտվել էր 90-ականներին, գնում էր բանակցություններ, դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոքա գնացել, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, գնում էր բանակցություններ, այդ բանակցությունները գնում էր Հայաստանի ղեկավարության, Արցախին հետո առանձնանեցին, լավ, դա առանձին, Ադրբեջանի ղեկավարության եւ այնտեղ Մինսկի խումբներ Ամերիկա, Ռուսաստան, Ֆրանսիա, ամենահզոր միջուկային ձերժաvanերը, միջուկային գերպետությունները, Ամերիկա, Ռուսաստան, Պարզա, Եվրոպայում էլ Ֆրանսիան է միջուկային գերպետություն համարվում։ Այդ 3 պետությունը այս ամբողջ 25 տարիներում, մինչև 18 թիվը, մինչև Նիկոլի գալը, Թավշյա հեղափոխությունը, գնում էր այսպիսի բան, Ադրբեջանին համոզում էին, ասում էին, ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին նույնպես, որովհետև ոչ Ադրբեջանն էր այդ իրանց ասացին համաձայնվում, ոչ Հայաստանը, ասեմ ինչը ոնց էր։ Իրանք ասում էին, բերեք այն 5 ռայոնը հետ տանք Ադրբեջանին, Արցախը ու 2 ռայոնը, Լաչինն ու Քելբաջարը, անկախության ինքնորոշման հարցը թողում ենք, սառեցնում ենք, տեղադրում ենք այդտեղ միջազգային զորքեր, խաղաղապահ եւ թողում ենք սրա մյուս սերունդերին մի 50 տարի հետո ռեֆերենդումով արդեն Արցախի անկախության հարցը կամ անկախանումը կամ մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Այդ էր ամբողջ առաջարկը, բայց պայմաններն էր այդ նույն Լավրովի պլանը, որ 5 ռայոնը, որը որ կապ չունի, ճանապարհը չի անցնում Արցախի ու Հայաստանի միջև, կապը չի, դրանք տալիս ենք հիմա Ադրբեջանին։ Ու այդ սահմանները գծում ենք, այդտեղ նստում են միջազգային խաղաղապահներ։ Ուրեմն 25 տարի համարյա այս խոսակցությունն է գնացել։ Հայաստանի ղեկավարությունը ասում էր, չէ, հիմա որ հանկարծ այս 5 շրջանը տամ Ադրբեջանը նորից կսկսի արձակվել, այս բուֆերնի զոնա չեմ ունենա, խնդրեմ կլինի։ Ալիևն էլ ասում էր, չէ, ես տենց համաձայն չեմ խոսքի, ասում էր լրիվ պտի տակ, այս ձև էր, բայց, էդի ասենք մնաց գրուբի եմ ասում, բայց այնքան էր արդեն այդ ամեն ինչը զարգացել, այնքան էր խորացել, Ադրբեջանը այնքան վատ վիճակի մեջ էր, որ ինքը արդեն համակերպվել էր այդ մտքին, նույնիսկ արդեն ուզում էր այդ էր գնում էր դրան, որ այդ 5 ռայոնը տան իրան, մնում էր ստե Հայաստանի հետ հարցը, Հայաստանի հետ պայմանավորվածությունները, վերջում իրանք ուզեին, չուզեին, սենց թե նենց համաձայնվելու էին։ Քանի որ ոնց որ ասած ավելի լավ այդ 5-ը տան, քան թե ոչինչ, չէ, մնում էին առանց ոչինչի։ Այս ամբողջ, ուրեմն Ռուսաստանի ղեկավարության, Ֆրանսիայի ղեկավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության, Հայաստանի ղեկավարության, Ադրբեջանի ղեկավարության ամբողջ, այսպես կոպիտ ասեմ, բազարը այս սրա շուրջ էր, Արցախը Ղարաբաղին ոչ մեկ չբացի Ալիևից ոչ մեկ չէր ասում տանք Ադրբեջանին, այսքան այս գերհզոր պետությունները սրա այսպես ու իրոք Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա շահագրգռված էին, որ այո, Արցախը մնա հայկական, հայ ժողովուրդը ապրի Արցախում եւ այդ 2 ռայոնը նույնպես մնա Արցախի կազմում մինչև ռեֆերենդումը հաջորդ սերունդներին տեղել, հենց այդ շահետ էր, ուրիշ բան այդ պետությունները չէին ուզում։ Հիմա ինչ կատարվավ հետո, նաև ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը, որ եկել է իշխանության, այդ ամբողջ այդ իրանց խումբը քննադատում էին Սերժ Սարգսյանի, որ Սերժ Սարգսյանը գնացել այդ բանակցություններն է տանում, այդ 5 ռայոնի բազարն է անում, սենց ասեմ, կներեք էլի, որ այս ձևով եմ ասում, ինչ կոպիտ եմ ասում, որ Սերժ Սարգսյանին ասում են, ոնց հողը ոնց կարաս տաս, սա Նիկոլ Փաշինյանենց, այս սա միջև գաս, ամբողջ օրը այդ խոսակցությունն էր, որ Սերժ Սարգսյանը հանձնում է մեր հայրենիքը, հանձնում է, հա,
Իրոք ոչ մեկս էլ ճիշտն ասած չէինք ուզում այդ հողերը հանձնեինք, այդ 5 շրջանը մենք ոչ մեկս չէինք ուզում հանձնեինք, հասկանում էինք, որ Թուրքին Ադրբեջանի վստահել չի կարելի, մի օր կհարձակվի նորից, այդ իսկ դա բուֆերնի զոնա է։ Այս հիմա ինչ ասում եմ, սա հերքել չի լինի, սա փաստաթղթերով 100 հատ փաստաթուղթ է ստորագրել ամեն հանդիպելուց այդ պետությունների ղեկավարներով մյուս հայտարարությունները կա, տեսանյութերը կա։ Ինչ կատարվավ հետո։ Մեկ էլ մի օր Այս Ալիևը քնից ելնում է 18 թվին, տենում է, ասում են իրան երևի զեկուցում են, որ հայ ժողովուրդը, այսպես ասեմ էլի, խելքը գցել է, որովհետև մեծամասնությունը 18 թվին այդպես է եղել։ Ինչ որ հելել է մերժում է Սերժին, ինչ որ մեկին ուզում է բերի դնի վարչապետ։ Կոպիտ ասածը տենց է եղել։ Կոպիտ ասած։ Ու անում է դա հայ ժողովուրդը։ Բերում է մի հատ այլ ղեկավարի, որը ամբողջ օրն ասում էր հողերը չպետք է տա Սերժը, հողերը այդ շրջանների մասին է խոսքը, Արցախի մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Հողերը չպետք է տա, հողերը չպետք է տա, այնտեղ ռուսաֆոբիական բաներ, մյուս։ Ու այ ժողովուրդը, ասենց ասեմ, ինչ պատճառներով, թե մեկը, չգիտեմ, մեկից էր աբիժնիկ, մեկը սոված է մնացել, մեկին սպանել են ինչ որ մեկը, չգիտեմ, այդ անձնական էմոցիաների բանով Սերժին հանին, բերին Նիկոլին, всё, եկավ Նիկոլ Փաշինյան, դե հարց չկա, ղեկավար է, եկել է, ես անձամբ չեմ այդքան հետաքրքրվել ով է Նիկոլ Փաշինյանը, որ ժողովուրդը բերել է, ես էլ հասարակ մարդ եմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գալիս է, նստում է հայոց գահին, դե որ նստավ մյուս պետությունները, Ֆրանսիա, Ամերիկա եւ Ռուսաստան, ինչ անեն, համակերպվում են, ընդունում են ամեն ձևի նորմալ, մտածում են հայա իր պետությունը պետքա պահի։ Ու մինչև 20 թիվը, չէ, մինչև նույնիսկ 21 թիվը, մինչև 21 թիվը այդ պետությունները, նորից եմ ասում, Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան, մինչև 21 թիվը այդ պետությունները շահագրգռված էին, որ Արցախը մնա հայկական։ Ամեն ինչ արել են։ Այդ որ մեկը մեղադրում է Ֆրանսիային, մեկը մեղադրում է Ռուսաստանին, մեկը մեղադրում է Ամերիկային, ասեմ ձեզ, ես ասեմ ինչն է հարցը։ Ճիշտ է, բոլորն էլ առաջի հերթին իրենց շահերն են պաշտպանում, դա պարզ բան է, չէ՞, այստեղ քննարկելու հարց չի սա։ Բայց այն մարդիկ ի օգուտ արդարության, որպես իրանք գերազոր պետություններ, ուզում էին արդարություն լինի։ Արդարություն լինի եւ ազգը իր հողի վրա ապրի, քանի որ դա հայկական է։ Այդ էր իմաստը։ Այդտեղ շահերի հարցը էլ թողենք այն կողմ շահի։ Այո, դե պարզ է, իրանք շահերը չեն, չէ, իրանք թողնի մի կողմ։ Բայց իրանք համար այդ փոքր Արցախը այդքան մեծ կարևորություն չէր, ասեմ ձեզ։ Կարևորն էր, որ լիներ արդարություն այդ պետությունները։ Ես մինչև հիմա համարում եմ, որ Ամերիկան էլ, Ֆրանսիան էլ, Ռուսաստանն էլ Հայաստանի համար բարեկամ երկրներ են, այս ասեմ ինչի համար են իրանք մեր հետ թարսվել։ Մի խոսքով, երկար խոսեցի, բայց պետք է բացատրեմ մանրամասն, որ ասենք ովքեր տեղյակ չեն, հասկանան ինչ է կատարվել։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը գալիս է ղեկավար, հարց չկա, Հայաստանի ղեկավար։ Արցախում ընդունում են, Հայաստանում ընդունում են, սաղ աշխարհը ընդունում է։ Դե ասեցի, չէ, Ալիևը մի օր քնից ելնում է, տենում է մի հատ sense լավ բան իր համար, որ հեղափոխություն է անում Հայաստանը։ Ասեմ ձեզ, հեղափոխությունը միշտ կապ չունի լավ հեղափոխություն, վատ հեղափոխություն, թուլացնում է պետությունը։ Դա օրինաչափություն է բոլոր տեղերում։ Հետո կարում է դրա հիման վրա զարգանա, դա արդեն ահագին ռեսուրսներ է պետք։ Օրինակ Իրանի այդ իսլամական հեղափոխությունը սկզբից թուլացրեց Իրանը, բայց հետո կարացան զարգանան, նույնն էլ օրինակ սովետական միությանը, երբ որ ցարական այդ հեղափոխությունը եղավ Լենին բան, շատ թուլացավ, բայց նորից սովետական միությունը զարգացավ։ Նո դե լավ, անցանք առաջ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը լինելով Հայաստանի Հանրապետության ղեկավար, նաև իհարկե ինքը Արցախի կողմից պետքա բանակցեր։ Ինքը արեց կարևորագույն հայտարարությունը Արցախի այդ բանակցությունների հետ կապված։ Ամենակարևորագույն հայտարարությունը, որը ինքը ոչ թե sense, չգիտեմ, Facebook-ում գրեց, այլ օֆիցիալ, եթե ինքը երկրի ղեկավարը, ցանկացած երկրի ղեկավար, եթե մի հատ հելնում հայտարարություն է անում, դա ընդունվում է այդ տվյալ պետության կողմից արած հայտարարություն, ոչ թե ինչ որ մի անձի, այլ ընդունվում է օրինական պետության կողմից արած հայտարարություն։ Ինքը ասեց. ես սկսելու եմ Արցախի
բանակցությունները 0 կետից։ Այսինքն զրոյացնելու եմ այդ 25 տարվա, ուշադիր, այստեղ շատ կարևոր խնդիր է, կարևորագույն խնդիր է։ Զրոյացնում եմ 25 տարվա բանակցությունները, այսինքն ինքը ինչ արեց, զրոյացրեց ու ասեց ես նոր կետից եմ սկսում։ Զրոյացնելը սենց է, զրոյացրեց ոչ թե մենակ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի 25 տարվա կատարած այդ աշխատանքը լավ վատ այդ մարդիկ բանակցել էին։ Զրոյացրեց Ալիևների բանակցածը, նաև զրոյացրեց ժողովուրդ ջան։ Ուշադիր, էսի կարևոր հարց է։ Այն որ ասում եք չօգնեցին Անկարին, զրոյացրեց նաև Ամերիկայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների բանակցածը 25 տարվա։ Սա կարևորագույն հարցն է, որ պետք է մենք հասկանանք, խեն հիմա մեզ sense թարս նայում։ Հեսա կասեմ նաև, մենակ թարս չեն նայում։ Զրոյացրեց, այսինքն 25 տարի աշխարհի 3 գերպետությունները բանակցել են այս հարցով, համարյա հասնում են ինչ-որ մի կետի, այս մարդը ասեց, ես սաղ զրոյացնում եմ ու սկսում եմ իմ կետից։ Ու ինքը իր կետը սենց սկսեց, հելավ ասեց, նորից կարևորագույն հայտարարություն գնաց Արցախ, հայտարարեց մարդը, օֆիցիալ, երկրի ղեկավարի բերանից ինչ հնչում է, դա որը որ ինքը հրապարակորեն ասում է, դա օֆիցիալ պետության կողմից է հնչում։ Հայտարարեց Արցախը Հայաստան է եւ վերջ։ Սա երկրորդ կարևորագույն հայտարարությունը, որը կատարեց Նիկոլ Փաշինյանը եւ դրանով ամբողջությամբ փակեց այդ հարցը, որ ես չեմ բանակցելու, ինչ բանակցեմ, ամբողջ բանակցությունները գնացել են, որ պետք է Արցախը առանձին պետություն, հազիվ համաձայն, որ պետք է ինքնորոշման ռեֆերենդում եւ այլն, ինչ որ 50 տարի հետո, թե քանի տարի հետո պետք է ինչ որ զիջումներ արվի Ադրբեջանին 5 շրջանների, որոնք Արցախի սովետական սահմանների մեջ չեն եղել, հələ երկու հատը թողում են մեզ։ Այս մարդը հենց այս հայտարարությունը արեց, այդ 3 պետությունները գերպետություն, ոչ թե մենակ Ալիևին, այո, դա թողեց, որ իրոք ուրիշ ձև մարդը չունի, պետք է հարձակվի, այս հարցը լուծի։ Նաև այդ 3 պետություններին ասին լավ ախպեր ջան, հարց չկա, ցավը տե տանեմ, հայերը մեր ախպերներն են, սենց էսին բարերով ասեմ։ Այդ Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան։ Դուք մերն եք, մենք հարազատ ենք, բայց որ դուք այդքան ուժեղ տղեկ եք, ախպեր ջան։ Հարց չկա, կարաք լուծեք հարցը։ Սենց ասեմ, մի կողմ քաշվեցին մի թեթև, բայց ոչ ամբողջությամբ, ասեմ ձեզ։ Սկսվում է Ալիևը իր գործողությունը, սկսում է 20 թվականին, չէ, 20 թվականին սկսում է, հարձակվում է, մենք դիմադրում ենք։ Այդ պետությունները օգնել են մեզ, ճիշտն ասած, հիմա չասեմ էդի ռազմական հարցերա, ով ինչով է օգնել, ու ոչ միայն այդ պետությունները, ամբողջությամբ մեր կողմից են եղել։ Ամբողջությամբ Ամերիկան մի քիչ, բայց Ֆրանսիան ու Ռուսաստանը պատերազմի օրերին իրանց հայտարարություններով, իրանց այդ թաքուն կատարած օգնություններով մյուս ամբողջությամբ օգնել են մեզ։ Սա փաստ է, կարող է, չգիտեմ, ադրբեջանցիներին մինչև այդ զենք են վաճառել, չեն վաճառել, բայց կոնկրետ մեր կողմից են եղել, մենակ այսինքն պետության ղեկավարների հայտարարություններն էլ է, չէ՞ դա նշանակում։ Որ ասեցին, նրանց ասածը մարդիկ, այդ հսկա պետությունների ղեկավարները։ Հիմա, բայց իրանք ասում ձեր ցավը տանեմ, դե տղայեք, լավ օգնենք, զենքը տանք, էս անենք, այն անենք, փողը տանք, ինչ պետքա տանք, տղայեք, այդքանը ասել եք ախպեր, այսինքն Փաշինյանն է ասել, հայության անունից է ասել, դուք ինչ ուզում եք ասեք, ղեկավարն է երկրի։ Դե բոյ տվեք, տենան կարում եք այս հարցը լուծեք, թե չէ։ Իրականում ժողովուրդ ջան, հայոց բանակը իր խնդիրը կատարեց մարտի դաշտում։ Մենք ունեցել ենք ընդամենը շատ քիչ այդ տարածքային կորուստներ, որոնք էին։ Ուրեմն կորցրել ենք Արցախի այդ տարածքները, որ ասում էին Հադրութը եւ Հադրութի շրջանի մի մասը եւ Շուշի քաղաքը, որը փոքր մաս էր կազմում։ Իսկ այդ 7 շրջաններից, տեսեք, կորցրել ենք ընդամենը հենց այդ սկզբի օրերին Ֆիզուլիի շրջանը, այնտեղ գալիս է Զանգելան, Ջաբրայիլ, մեկ էլ Կուբատլու։ Դրանցից ոչ ամբողջությամբ, մտեղ էլի տարածքներ կար, որ մեր ձեռքում էր։ Աղդամը, այն կողմը դեպի արև ելքը համարյա ոչինչ չեն կորցրել,
Քելբաջարը ոչինչ չեն կորցրել, Լաչինը դա ինչ որ խփում էին, բայց Լաչինի ճանապարհը գործում էր։ Ուրեմն որ քարտեզին նայում էինք, կոնկրետ այդ երբ որ կանգնեց վերջնական 44 օրը բրծավ, կանգնեց պատերազմը, քարտեզին որ նայում ենք, Ադրբեջանի գրաված, այսպես ասեմ, տարածքները շատ փոքր մաս էր կազմում։ Ահա որ փոքր մաս, մոտավոր ասեմ, 15%-ը Արցախի այդ ամբողջ այդ 7 ռայոնների հետ միասին 15%-ն էր գրավել։ 44 օրում այդքան ռեսուրս դրել էր, այդքան զոհեր տվել, գրավել էր իր ուզած տարածքների 15%-ը, որը համարյա կարելի ասել ոչ մի դեր չէր խաղում, բացի Շուշիից, բայց Շուշիի հետ բերելը խնդիր չէր, ճիշտն ասած, որովհետև մխրճված էր մեր մոտ իրանց կար այնտեղ ռազմական հարցեր։ Մի խոսք լավ, Շուշին էլ հետը 15%-ը, որ կանգնեցնում են պատերազմը, էլի կանգնեցնում են իհարկե Ռուսաստանի միջամտությամբ, Ֆրանսիայի, Ամերիկայի ազդեցության տակ կանգնեցնում են, այդ թուղթ են ստորագրում, այս կոմենկոմ արդեն մնացածը նենց է տալի Նիկոլը, բայց էլի Արցախը մնում է, չէ, Արցախը մնում է, կարելի էր բանակցել, կարելի էր հարցեր լուծել, կարելի էր պետք լիներ այո ռազմական գործողություն անել, ինչ որ մի օրը մի փոքր գոնե քանի այդ հնարավորությունը կար։ Մի խոսքով նաև ասեմ, որ այսքան էս իմ խոսալներն է, որ մինչև այս 21 թիվը այդ պետությունները մեր կողքին են եղել։ Հիմա մեր կողքից չեն, որովհետև սուտ խոսանին, վախկոտին, հանձնվողին, հանձնողին, տվողին, զիջողին ոչ մեկ չի սիրում, պարտվողին, մի խոսքով, ոչ մեկ չի սիրում, ինչքան էլ մեզ սիրեն, բայց եթե ղեկավարը այսքան բաներն անում է, ես անձնական չեմ ուզում, ես որպես Հայաստանի Հանրապետության ղեկավարի մասին եմ ասում։ Իհարկե իրանք արդեն մեզ ոչ թե թարս են նայելու, ոչ թե չեն օգնելու, մեզ նույնիսկ վնաս են տալու երևի շուտով։ Եթե արդեն չեն տալի, տալիս են արդեն պետք եղած վաղ իրենց շահերի համար։ Դրա համար այստեղ է հարցը գալիս է ստեղից, այս պարտվելու, չնայած բանակը մարտի դաշտում չէր պարտվել, 15 անգամ հզոր ուժի հետ կռվել էր ու համարյա տարածքներից բան չէր կորցրել, մի այդքան էլ մարդ իր կյանքը դրեց, որ այդ տարածքները չկորի ու պահվավ տարածքները, բայց վերջում տեսակ ինչ ստորագրեց, ինչ արեց, վերջում էլ այդ ստորագրած թուղթն էլ էր կարգին թուղթ, եթե այս վերջի հարցերը չեթար այնտեղ վերջնական ասեր մերը չի, թուրքերինն է, Փաշինյանը։ Լավ, էսա, հիմա ժողովուրդ ինչ կատարվա վերջը, հիմա ոչ մեկը չփորձի հանկարծ, ասի ինչ որ մեկը Արցախը տվել է, միակ Արցախը տվել է Նիկոլ Փաշինյանը, ինադու է արել, թե փողով է արել, թե վախից է արել, այդ ես չեմ կարա գուշակեմ, գուշակ չեմ ես, դա Աստված գիտի, մեկ էլ ինքը, մեկ էլ իրա մոտիկ մարդիկ, բայց փաստը որ Նիկոլ Փաշինյանի պատճառով ենք այսօր Արցախը կորցրել, դա չես կարա հերքես ոչ մեկ ուրիշ, ասում եմ մի հատ անշնորհքություն ոչ մեկ չգրի, կարակ ճիշտը գրեք, եթե այս մարդը չզրոյացներ բանակցությունները, լավ զրոյացրել էր, գոնե կարանար բանակը ճիշտ ղեկավարեր, չգիտեմ, կարանար այն 3 պետությունների հետ ճիշտ բանակցեր, քայլեր չաներ, պատերազմել չէր լինելու, պատերազմից հետո տարածքները պահել ենք, զորով մի կերպ արյան հաշվին, մարդկանց կյանքերի հաշվին, հազարավոր առյուծ տղեկի հաշվին, վերջում այս մարդը գնաց, ասեց, էդ էլ մերը չի, այսի թեխի ասեց, էդ էլ իրան հարցրեք, մինչև այդ ասում էր մերն է։ Էսա միակ մեղավոր, այն հները ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրանք կարող է մեղքեր գործած լինեն, ես չգիտեմ, կարող է լավ բաներ արած լինեն, վատ բաներ, այդ մարդիկ հայոց հողը չեն հանձնել, վերջ, այս փաստը, ուզում եք խփեք ձեզ պատերին, գժություններ արեք, քպուր տվեք, կապիկություններով ուզում անի, այդ 3 ղեկավարը հող չի տվել թշնամուն, հողն է կարևոր, ժողովուրդ, հողն է, այդ հայրենիք կոչվածը դա հողն է, այդ սրբությունը հողն է, որի վրա զինվորդ կանգնած է ու արուն է թափել։ Սերժ Սարգսյանի օրոք փորձեցին այդ 500 մետրը վերցրին ու վсё չկարացան։ Հետո թե ինչի միակ Սերժ Սարգսյանին ես որպես Հայաստանի քաղաքացի, հայ ազգ, հայ մարդ, միակ այդ 3 ղեկավարներից Սերժ Սարգսյանին կարող է հարց տալ,
Խի ինքը թույլ տվեց, որ Սերժ Սարգսյան ղեկավարից հետո ունեցանք Նիկոլ Փաշինյան ղեկավար, որը այսօրը մեզ գցեց։ Այս հարցը կարամ տամ Սերժ Սարգսյանին, իմանալով մնացած իր լավ արածները, վատը ես անձամբ ներկա չեմ կարող վատն էլ ա եղել, բայց ես գիտեմ ինչքան այդ 90-ականներին բան արել հենց Սերժ Սարգսյանը բանակի վերակառուցման, վերածնման համար, ոնց որ մյուս շատ ղեկավարներ, սպարապետներ Դրա համար Սերժ Սարգսյանին կոնկրետ այդ մի հարցը, այո, որ իրավունք ունեմ տալու, օրինակ Ռոբերտ Քոչարյանի օրոք, որ արդեն Ռոբերտ Քոչարյանի այդ ժամանակը վերջացել էր, արդեն Սերժ Սարգսյանն էր ընտրվել, բայց հələ Ռոբերտ Քոչարյանն էր ղեկավարը երկրի, այս նույն ուժերը ուզեցան հեղափոխություն անեն, այս նույն ուժերը ովքեր, այո, վերացրեցին Արցախը, մարտի 1-ի մասին է խոսքը, եւ Ռոբերտ Քոչարյանը կատարեց իր սահմանադրական պարտականությունները, իր պարտքը հայրենիքի նկատմամբ, հա զոհեր եղան, անմեղ զոհեր նույնպես եղել են, բայց մեղավորներ նույնպես կան, անմեղ զոհեր նույնպես, բայց Ռոբերտ Քոչարյանը այդ մարտի 1-ին փրկեց Արցախը, փրկեց Հայաստանը, այս խայտառակ վիճակից, այս ոնց ասես կզած վիճակից եւ պաշտպանեց իր հայրենիքը, որպես հայոց ղեկավար այդ ժամանակ։ Ինչը չարեց, իհարկե պետք է նշենք Սերժ Սարգսյանը, երբ որ այս 18 թվին այս Նիկոլն ու Նիկոլականները հեղափոխություն արին իբր թե ոնց արին, ոչ չարին, չգիտեմ, կարող է Սերժ Սարգսյանը թույլ տվեց, թույլ չտվեց, չգիտեմ, բայց փաստը միայն այն է, որ ինքը չկանխեց այս աղետը հայոց աշխարհի գլխից չկանխեց Սերժ Սարգսյանը, ինչպես մարտի 1-ին կանխեց Ռոբերտ Քոչարյանը։ Սա նույնպես փաստ է, դրա համար մնացած ես Սերժ Սարգսյանի հանդեպ ոչ մի վատ բառ չեմ կարող ասեմ, քանի որ Սերժ Սարգսյանի օրոք մենք հող չենք կորցրել, Սերժ Սարգսյանը հող չի տվել։ Ռոբերտ Քոչարյանի օրոք թշնամին նույնիսկ չի էլ փորձել հող գրավի մեզնից, Սերժ Սարգսյանի օրոք փորձել է, չի կարացել, ուրեմն հալալ է իրան, որ կարացել է պահի որպես ղեկավար, իհարկե հելի կյանքերի գնով, հայ զինվորների կյանքերի գնով։ Բայց վերջում, որ Սերժ Սարգսյանից հետո ստացել ենք Նիկոլ Փաշինյան, այսի արդեն ցավալի փաստ է։ Այսքանը ժողովուրդ, խնդրում եմ, եթե մարդ կա, կարա ուրիշ փաստ է, ես ինչ ասել եմ 100%-անոց եղած փաստեր է։ Հերքել չի լինի, ինչ եղել է, հետ չեն կարա տանք ժամանակը։ Հիմա եթե կարաք մի հատ ճիշտ բան գրեք, խնդրում եմ գրեք, որը որ իրոք կարծիք չէ, իմ կարծիքը չի սա, ձեր կարծիքն էլ մի գրեք փաստեր, այս տեսանյութի տակ խնդրում եմ միայն փաստեր, կոնկրետ, որը հաստատ դուք գիտեք, հաստատ։ Այսքանը, շնորհակալություն, առայժմ։